Ուրեմն այսօր ինչ քարոզ որ Տերը ինձ տվեց, այսպես էր, ինձ ասեմ քարոզը գալուց առաջ միշտ վերնագրերն է գալի ինձ, հետո սկսում եմ դրա վրա ինչ-որ բան կառուցել, ամեն, ու այսօրվա քարոզը ես այսպես եմ հայտնություն ստացել, ես եմ ընտրում, գիտես, այս միտքը շատ հետաքրքիր է, չէ, անկեղծ ասած, եկեղեցի, որ եկել ես, քո ընտրությունով ես, չէ եկե, քո ամուսնուն, քո ընկերոջը, քո ընկերուհուն ստիպված ես ընտրում, ընտրությունը քո կողմից է, դու կուզես կընտրես, կուզես չես ընտրի, չէ, մենակ ծնողի դեպքում չեն ընտրում, մեկ է հարևանության ժամանակ, դու չգիտես, որտեղ կընկնես և ով կլինի քո ծնողը, բայց վատ ծնող չկա, վատ մտածելակերպ կա, պարզապես սիրելիներս մենք պիտի մի բան հասկանանք, որ ամբողջ մեր կյանքում ընտրությունը կատարում ենք մենք, անկեղծ ասած ինձ եկեղեցու բերելու ընթացքում ոչ ոք ստիպողաբար չի արել, ես եկել եմ սիրով և հոժարությունով, ու դա արդեն անցել է մոտ 32 տարի, 33-ն է լռանում, մի վայրկյան անգամ չեմ փոշմանել։ Ուզում եմ ասեմ, մի երիտասարդ, լավ երիտասարդ մարդու կյանք, որ մենք անց ենք կացրել Քրիստոսի հետ, ասեմ մի վայրկյան անգամ, ես այս խոսքը միշտ ասել եմ ու միշտ պիտի ասեմ, որ ես երբեք չեմ փոշմանել քրիստոնյա լինելուց։ Իմ կյանքի ծաղկունքը, իմ կյանքի լավագույն օրերը, իմ երիտասարդությունը, իմ ամենալավ հիշողությունները լրիվ Տիրոջ մեջ ա եղել։ Լավ ընտանիք, լավ ընթացք, ամեն լավ բաները Տիրոջ մեջ ա եղել։ Ամեն։ Փառք Աստծո։ Եթե դու ունես Աստվածաշունչ, ուզում եմ իրար հետ բացենք Եսայի 14:26 համարից, 26-27 խոսքը կկարդամ։ Այս է այն որոշումը, որ որոշվել է ամբողջ երկրի համար։ Այսինքն, ինչը որ որոշվել է ամբողջ երկրի համար է որոշվել։ Եվ այս է այն ձեռքը, որ բարձրացրել է բոլոր ազգերի վրա։ Արդարև, ինչ որ զորությունների Տերը որոշել է, այսինքն ինչ որ զորությունների Տերը որոշել է, այսինքն Աստված որոշել է այս ամեն ինչը, ով կարող է այն խափանել, եւ երբ նրա ձեռքը բարձրացած է, ով կարող է այն հետ դարձնել։ Այսինքն սիրելիներս, Աստված տեղ խոսում է ամբողջ ազգերի վերաբերյալ, խոսում է քո մասին, խոսում է իմ մասին, Երբ որ Տերը որոշում է կայացրել իմ ու քո կյանքի համար, ոչ մի ձեռ չի կարող հակառակ կենալ, եթե դու չփոշմանես, հետ չկանգնես։ Ասում է ամբողջ երկրագնդի Աստված, պատկերացնում ես, Մարգարեն շատ հղում անում։ Այսինքն դու այսօր պիտի գիտես ինչ հասկանաս այս ամենից։ Եթե Աստված իմ կողքն է, հապա ով է ինձ հակառակ։ Գիտեք, շատ անգամ նեղությունները, խնդիրները, պրոբլեմները, երբ որ գալիս են մեր կյանքի մեջ, այն ժամանակ է սկսվում Աստծո դեմ նեղվածություն, պրոբլեմներ, խնդիրներ, ու չգիտեմ, մարդու սրտից ինչ կեղտոտ բաներ ասես սկսում են դուրս գալ։ Բայց մենք մոռանում ենք, որ Աստված այսպիսի խոստում ունի ամբողջ երկրագնդի վրա, նույնիսկ այն մուսուլմանական երկրին բնակվող մարդկանց, ովքեր որ ստեղծված են իր նմանության ու իր պատկերով ու ինչ են այսօր քարոզում, բայց մենք գիտենք, որ մենք քարոզում ենք ճշմարտությունը, մենք վկայում ենք ճշմարտության մասին եւ մեր վկայությունը ճշմարիտ է։ Ամեն։ Հաջորդ տեղը, որ ուզում եմ կարդամ, Սաղմոսի մեջ է, ասում է. «Ձեռքը թող օգնական լինի ինձ»։ Այսինքն ամեն անգամ Աստծո ձեռքը մեզ միշտ օգնում է, սիրելիներս, որովհետև ես ընտրում եմ քո պատվիրանները։ Դավիթ թագավոր ասում է. ես ընտրում եմ քո պատվիրանները։ Ընդամենը քո ձեռքի օգնությունն է ինձ պետք։ Ով կասի, որ Աստծո ձեռքը դադարել է մեզ օգնելուց։ Չկա տենց մեկը։ Բայց դեպքում, երբ որ խնդիրը գալիս է, ինչի եք մեղքը գցում ուրիշների վրա։
Ինչի այդ պատճառներ որոնում, որպիսի ձեր ունեցած մեղքը, բողոքը, ինչ որ կապել ինչ որ մի անձնավորության վրա։ Չգիտեմ կլինի հովիվը, կողքին նստողը, սա վատ աղոթում, նա լավ աղոթում, նա սենց է քարոզում, նա նենց է քարոզում, սիրելիներս ժամանակն է մենք մեր ընտրության առջև պատասխանատու լինենք։ Դավիթն ասում է, Տերը եթե իր ձեռքը օգնի, այո, այսօր Տիրոջ ձեռքը կա քո կյանքում, եթե Տիրոջ ձեռքը չլիներ քո կյանքում, դու այստեղ չէիր լինի։ Շատ անգամ շռայլում են Աստծո օրհնությունները, զորությունները, մոռանում են, որ դե սենց էլ պիտի լիներ, ես պիտի ստեղ լինեի։ Պողոսն ասում է, քանի անգամ ուզեցի գամ, բայց չկարողացա։ Այսինքն ինքը հասկանում է, որ մեր կամքի հետ մի հատ ուրիշ բան էլ կա, որ հակամարտում է։ Ու այսօր մենք պիտի գնահատենք այն, ինչ որ այսօր մենք ունենք։ Ու փառք տանք Աստծուն, որ ամենակարևորագույն բանը, որ մենք այսօր Տիրոջ տան մեջ ենք եւ լսում ենք նրա խոսքը։ Եվ ինչ ասում Հոգին այսօր եկեղեցում։ Ամեն։ Փառք Աստծո սիրելիներս։ Եվ ես ուզում եմ երրորդ տեղը կարդամ։ Նույն Եսայ 66-րդ գլխի 4-րդ համարում ասում է. նույնպես ես ընտրում եմ իրենց թշվառությունները եւ իրենց վրա պիտի բերեմ այն բաները, այսինքն Աստված ընտրում է այդ թշվառությունները ժամանակավորապես, որովհետեւ վերջը հետաքրքիր խոսք ասում, այն բաները, ինչից նրանք վախենում են, այսինքն Աստված միշտ մեծ գիտես մեր գլխին է բերում, ճիշտ ասում, ու նա գիտի մենք ինչից ենք վախում, բայց միջև այդ մենք դրա մասին չենք մտածում, դրա մասին երբեք չենք խորհում, խնդիրը գալիս ընդհանրապես այն ժամանակ, երբ որ սատանայի համար դու դռներ ես բացում, գրված է Իսրայելի ժողովուրդը բողոքարկեցին Աստծո դեմ, եւ ինչ եղավ, Աստված անեծքով, ինչ արած, հատուցեց, որովհետեւ Աստված վատ բան չի անում, դրված է երկու հարց մեր առջև, որը կընտրենք մենք, ինչ ես ընտրում դու, ինչ եմ ընտրում ես։ Ես որ ծնվել եմ, ես չեմ իմացել, որ ես հովիվ պիտի լինեի։ Ոչ էլ ստեղ որևիցե մեկը գիտեք, թե դուք լինելու եք եկեղեցում, բայց Աստծո բարեհաճությունը, Աստծո ընտրությունն է, որ այսօր ես ու դու այսօր եկեղեցում է։ Ուրեմն դու ընտրված ես, սիրելիներս։ Ուրեմն պիտի պահես այն կոչումը, որ քո վրա կա։ Ամեն։ Երբ խոսեցի, արդեն Տերը խոսում, ասում է, նրանք չլսեցին։ Հիմա լսի, Տերը խոսացել է, բայց դու չես լսե։ Արեցին այնինչ իմ աչքին չար էր։ Ինչն Աստծո աչքին չար։ Տես ամենքը մի տարբեր կարծիք։ Ամեն։ Եվ իր կամքը որն է։ Բարին, հաճելին եւ կատարյալ։ Լսել եք, որ դու ինչ որ մեկի հետ նստես զրուցակցելու, ինչը բարին է խոսես, բարության մասին, ինչը հաճելի է, հաճելիության մասին խոսես, ինչը որ կատարյալ է, ինչ ես կարծում, Աստված կգա ու քեզ կհանդիմանի, չէ, մեր կյանքում գալիս են ամեն բան, երբ որ մեզ, ինչը որ մեզ է հաճելի, ոչ թե Աստծուն, այլ մեզ, դրա համար մենք կայնած ենք այն եզրագծին, որը որ մենք արդեն ընտրություն ենք արել, ամեն, փառք Տիրոջը։ Ամեն ինչ մեր կյանքում սկսում է նրանից, երբ մի անգամ որոշում ենք անել մեր ցանկությունը, գնալ ծառայության, թե այսօր չգնամ, այսօր մի տեսակ տրամադրություն չունեմ, այսօր դե ինչ պարտադիր է, դե ամեն անգամ, դե հիմա այսօր է կակրաս հովիվը ասեց, որ մեր քարոզները համացանցում դրվում է, ընդեղից կնայեմ, շատ լավ է, բայց այս համացանցում դիտողների համար դրվում է, գիտեք, ովքեր հնարավորություն չունեն եկեղեցի գալու,
եկեղեցում լինելու, այս մարդկանց համար այս քարոզները լինում, սիրելիներս, բայց եթե մարդը մի քաղաքում է, որտեղ կա եկեղեցի, առողջ եկեղեցի ու մարդը չի գնում, սա երբեք չի արդարացվում։ Քո չգնալը չի արդարացվում։ Կիրակի դու պետք է լինես եկեղեցում։ Ամեն։ Սա արդարացում չի, սիրելիներս։ Մենք շատ անգամ Կիրակի օրով, հատկապես նրանք, ովքեր իրանց գործը մարդկանց հետ է, պետք է բռնեն այնպես, որ ասեն սիրելիս, այսօր Կիրակի է, ես այսօր քեզ հետ պայմաններ չունեմ։ Դու արի 2 շաբթի օրը, 3 շաբթի օրը, միջև այն օրը, որը որ դա իմ ծառայություններին կխափանի, կխանգարի։ Ամեն։ Փառք Աստծո։ Առաջի Կորինթացիս 11:29-ում, որովհետև անարժանորեն ուտողը ու խմողը ինքը իր դատապարտությունն է ուտում եւ խմում, քանի որ չի զանազանում Տիրոջ մարմինը։ Տեսեք, խոսքը հրաշալի ասում է, որովհետև անարժանորեն։ Մենք շատ անգամ սերներս Տիրոջ մարմնի հետ պարտադիր չի հաղորդության հետ կապված, այս խոսքը հաղորդության հետ կապված է, բայց մենք այսօր պիտի իրականում հասկանանք, որ Տիրոջ մարմնի հետ, Տիրոջ խոսքի հետ հատուկ վերաբերմունք ունենանք։ Տեսեք, մի ժամանակ կար, երբ որ աշակերտները հավաքվում են ու քեֆ ուրախություն խմում, բայց սա սխալ էր, որովհետև մարդիկ մոտենում էին անարժանաբար։ Այսօր անարժանաբարությունը բերում է ամենամեծ մեղքի, սիրելի եկեղեցի։ Մենք պիտի մեղքը ընդհանրապես թույլ չտանք մեր կյանքի մեջ մեծ տեղ գրավի, նրան պիտի մենք անընդհատ հակառակ կայնենք, որովհետև ասում է ձեր մեջ ցավագառներ կան, հիվանդներ կան, շատերն էլ ննջել են, որովհետև մեղքը Տիրոջ մարմնին հաղորդակից անելով բերում են իրանց կոչումը հենց այդ օրվանից դադարացնելու։ Իսկ մեր վրա կա փրկության կոչում։ Իսկ ես ու դու ունենք հավիտենության կանչվածություն, որը որ Աստված երբեք չի ջնջում, ինչպես որ առաջի խոսքում գրված էր։ Բայց մեր քայլերից է սկսում որոշումներն Աստված փոխել։ Եվ ասում է, թարսի պես այն ինչ որ գիտեք ինձ զզվելի է, այն ինչը որ ես դրանից գարշում եմ, դուք անում եք հենց նույն բանը, ինչը որ դա իրականում իմ աշկերին հաճելի չի։ Ու այսօր շատ քրիստոնյաներ, շատ հավատացյալներ, սիրելիներս, երբ որ մարդը կորցնում է իր կոչումը, մոռանում է նույնիսկ, որ ինքը կանչված է հավիտենության համար, ու փոխանում է իր ամեն ինչը այդ մի վարկյանի համար, իր էմոցիան արտահայտվելու, կորցնում է ամեն բան, սիրելիներս։ Եկեք պահենք դա, որովհետև դա թանկ արժե, որովհետև դա գին է վճարված, որովհետև Քրիստոսի արյունը իմ ու քո համար հենց նենց ու պատահական չի թափվե։ Նա թողուց երկնքի փառքը իջավ, մարդացավ, իմ ու քո պատկերը ստացավ, որովհետև մենք նրա պատկերով ենք։ Մենք մեր պատկերը փոխանցեցինք Աստծուն, Աստծո որդուն, ու նա դարձավ մեզանից մեկը, ու եկավ ցավից, որ տեղյակ չէր, ցավի տեղյակ եղավ, ու մարդացավ ու զգաց այն ինչ որ հիմա ես ու դու զգում ենք, որպեսզի իմ ու քո կյանքը լինի արդարացված ու բժշկված ու ազատագրված, բայց մարդը շարունակում է նորից գնա իր եսասիրության վրա, իր ընտրության դեմ, ընտրության կողմ, որովհետև ինչ մենք ընտրում ենք, դա երևում է, թե մենք ինչ ենք ընտրում։ Կիրակի օրը գալիս է չկա, բացակա է, ծառայություններին չկա, եկեղեցական որևէ մի ծառայության այդ տվյալ մարդուն չես տեսնի, բայց խնդիրը երբ որ գնում այդ մարդ ուզում ամենառաջինը ինքը լինի, որտեղ է գրված, որ դա այդպես պիտի լինի, դու ապրես քո ուզածով, ապրես քո ցանկությամբ ու գազ լինես առաջին տեղում, դա հնարավոր չի, սիրելիներս։ Ես ասեմ, երկնքում ես էլ իմ համարակալված տեղն ունեմ։ Ես չեմ կարա Պողոս Առաքյալի, Պետրոսի պես անեմ, կգա այդ պահն էլ, մենք որոշում կկայացնենք, ուրեմն մենք կնմանվենք, բայց եւ այնպես։
ամեն մեկի փառքը, պսակը նույնը չի։ Մեր եղբայրներից մեկը, որ նոր էր ապաշխարել, հիմա ինքը կենթանի ներկայությամբ, վկայությամբ ստեղ ասում է, երբ որ Տերը տարավ ինձ երկինք, նոր էր ապաշխարել, հիշեք, նոր էր ապաշխարել, դեռ երկնքում շատ մատերիալներ ու գեղեցիկ տան զարդարանք չէր կառուցել, տեսել էր իր տունը կարդոնից։ Ինքը ներկայա կարող եք մոտենալ, ինքը կվկայի դրա մասին։ Գիտեք, սա ինչ էր ուզում Աստված նախնական քայլերի համար ասել, որ դեռ բավարար չի քո երկնքի արքայության տունդ պատրաստ չի եւ դեռ բավարար քանակությամբ մատերիալ չես հավաքել, որ այնտեղ քո տունը կառուցես, քո տեղը կա, տունը կա, բայց դեռ ինքը այդքան ավարտական ստորագրությունը չկա Տիրոջ կողմից, որ պիտի լիներ։ Այսօր սիրելիներս Պողոս Առաքյալն ասում ամեն մեկը թող զգուշություն անի, թե իր տունը ոնց է կառուցում, սանտրություն է նույնպես։ Եթե ես չուզենայի այսօր քարոզեմ, հաստատ չէի քարոզի։ Եթե ես չուզենայի, որ այստեղ լինեմ, հաստատ չէի լինի։ Փառք Աստծո, որ դուք այսօր այն մարդկանցից եք, որ ձեր որոշումը բերել է Տիրոջ տուն։ Ամեն։ Հիմա գնանք Հոբ 36:21։ Զգուշացիր։ Տեսեք, Հոբը մի մարդ էր, որ իր դժվարության տարիների ընթացքում հասկացավ շատ խորապես բաներ։ Նույնիսկ գիտեք, Հոբի առաջի գրքում Հոբը շատ պարկեշտ, կարգապահ քրիստոնյայի տպավորություն է թողնում։ Բայց երբ որ եկան Հոբի կյանքում դժվարություններ, Հոբը հասկացավ, որ այդ իմ տեսած Աստված, իմացած Աստված լրիվ տարբեր բաներ են։ Երբ որ Աստված եւ Հոբը սկսեցին խոսել եւ Աստված սկսեց Հոբին շատ բաներ ասել, գիտեք առաջի բանը, որ ինձ շատ անհանգստացնում է, ինչ էր, որ Հոբն ասեց Աստծուն, ասեց. «Փաստորեն քո մասին ես ականջիս ծայրով էի լսել»։ Թեկուս իր կարգապահությունը նայողը, իր մասին գիրք է գրվել։ Իր մասին մեծ պատմվում է, միջև հիմա քարոզվում է նրա պատմությունը, մոտավորապես 4000 տարուց ավել այդ պատմությունը պատմվում է, միգուցե 3500, դա կապ չունի, թվերի վրա չխորանանք, բայց այդ պատմությունը միջև առ այսօր պատմվում է, եւ Հոբը ասեց Տեր միջև հիմա, մենք նայում ենք առաջի խոսքը, Հոբը ինչ էր, բարի, արդար, կատարյալ, այսինքն քո բարյությունը, քո արդարությունը դեռ հարցի լուծում չի։ Սիրելիներս, միջև դու քո կոչման մեջ չհաստատվես։ Ամեն։ Եվ եկեք շարունակենք ինչ ասում։ Զգուշացիր, որպեսզի անօրենություն չդառնաս, որովհետև դու սա նեղություն քաշելուց նախընտրեցիր։ Տեսեք, մենք ընտրում ենք անօրենությունը դժվարության ժամանակ, երբ որ խնդիրը գալիս է, երբ որ պրոբլեմը գալիս է, չգիտես ինչի փոխարենը վազես դեպի Տիրոջ մոտ, գնում ես հակառակ ուղղությամբ, ինչպես որ Մարգարեն ասում է, այն ինչի սպասում էի, որ պիտի անեն, լրիվ հակառակ բանն արեցին։ Այսօր սիրելիներս մենք պիտի մեր սլակները կենտրոնացնենք, անկախ նրանից այսօր դու ինչ վիճակի մեջ ես, ինչ դժվարության մեջ ես, ինչ փորձությունների մեջով ես անցնում, ինչ տառապանք ու ցավ ես քաշում, Աստված այսօր ուզում է, որ թողնես քո աստվածաբանությունը ու խոնարհվես, ասես Տեր, ես անկարող եմ ինչ որ բան անել։ Հերիք այնքան դու քո իմացած ձևով պայքարեցիր, հիմա ժամանակն է, որ դու քո ձևով չպայքարես։ Սիրելիներս, ինչքան մենք մեր ձևով ենք պայքարում, ոչ մի արդյունք չենք ստանում։ Մեր արդյունքը գալիս է միայն, երբ որ մենք ասում ենք Տեր, ես էլ ոչ մի բան չեմ կարող անեմ, եթե դու չանես։ Իմ որոշումն է լինել Տիրոջ տան մեջ, լինել ծառայության մեջ, լինել պարկեշտ ու հավատարիմ այն կոչմանը, որ Տերը տվեց մեզ։ Պողոս Առաքյալն ասում է,
Մենք իշխանություն ունենք սրբարանը մտնելու Տիրոջ արյունով։ Սա կոչում է սիրելի եկեղեցի։ Իշխանություն է տրված ինձ ու քեզ։ Դու հենց նենց չես Տիրոջ արյան ու մարմնին գալի հաղորդակից լինելու։ Չէ, ես չեմ ուզում։ Դու ես հրաժարվում, ուրեմն քո արյունը քո գլխին է մնալու։ Բայց այսօր սիրելիս, այսօր որոշումներ պիտի կայացնենք, որ մենք մեր կոչումը վերականգնենք, մեր ծառայության նկատմամբ ավելի ուշադիր լինենք։ Եթե աղոթք է ժողով է, ուրեմն պիտի լինես աղոթքին։ Եթե ինչ-որ ծառայություն է, դու պիտի լինես ծառայության։ Այդ ո՞նց է ստացվում, որ դու ոչ մի ծառայության ներկա չես, բայց մեծ բաներ ես պահանջում։ Խնդրում եմ ինձ բացատրեք։ Ով է դեպքում մեղավոր քո դժբախտության համար, հովիվները, ծառայողները, թե Աստված։ Ասեմ, այս բոլոր ինչ անուններ տվեցի մեղավոր են, բացի իրանցից։ Երբ որ տեղերը փոխեք, դուք կդառնաք հաջողակ մարդիկ։ Ամեն, Աստված օրհնի, գնանք առաջ։ Նեհեմիա 9-րդ գլխի 7-րդ խոսքում ասում է. դու ես Տեր Աստվածը, որ ընտրեցիր Աբրամին ու նրան հանեցիր Քաղդեացիների երկրից ու Ուրիցը եւ նրա անունը Աբրահամ դրիր։ Գիտես, Աբրամը դեռ Աբրամ չէր, միջև որ իր հոր տնից դուրս չեկավ, այսինքն այն խրճիթում, այն մեղքի, այն անաստվածային կյանքի մեջ, որ դու մխրճված էիր, ապրում էիր, բնակվում էիր, բայց միջև այն օրը, որ Աստված չհանեց քեզ այդ վայրից, եւ քո անունը փոխվեց։ Ես չգիտեմ երկնային անունս ինչպես է Աստված կոչե, բայց ես գիտեմ հաստատ իմ անունը փոխված է, քո անունն էլ է փոխված։ Պետրոսին ասեց, Պետրոսի անունը գիտեք։ Սիմոն, Շմավոն, Կեփաս, ասեց դու լինելու ես Պետրոս։ Հունարեն Պետրա բառը դա քարն է։ Դերեկ պրինսը ասում է, այդ քարը ավելի շատ ոչ թե սովորական ջրի քար, այլ գետի քար։ Մի քիչ այդ գետի քարերը շատ սենց սալ քարեն ու պինդ քարեր են։ Գիտես, հենց նեն չի, որ Աստված մեզ Պետրա է կոչում, Պետրոս է կոչում։ Բայց ես գիտեմ մի բան, որ նրանք ովքեր որ Պետրոսի պես միշտ գլուխները տակն են տալի, հանդիմանվում, բայց լացում, ապաշխարում, հետ գալիս, նրանք միշտ դառնում են Պետրոսներ։ Ես հավատացած եմ։ Դրա համար սիրելիներս, քո անունն էլ է Պետրոս, իմ անունն էլ է Պետրոս։ Ամեն, փառք Աստծո։ Դուք ինչ-որ բան եք ուզում անեք, շարունակեք։ Հալելույա։ Այդ ինչ եք փառք տալի, Տիրոջն է, ամեն։ Դատավորաց 9-րդ գլխի 8-ից 15 համարները կկարդամ, սա շատ հետաքրքիր, շատ զավեշտալի եւ շատ ռուսերեն բառա տրոգը ցելնի, այսինքն կպնող խոսքը, ասում է ծառերը անտառի գնացին, որ իրենց համար մի թագավոր օծեն։ Լսում ենք։ Հետո ասես հովիվ ջան, ինչի մասին էր խոսում։ Հենց այդ տեղը կասեմ չդնեն զապիս, որ դու ավելի ուշադիր լինես։ Թագավորոց են եւ ձիթենուն ասացին. մեզ վրա թագավոր եղիր։ Բայց ձիթենին նրանց ասաց. իմ պարարտությունը թողնեմ, որ ինձանով պատվում են Աստված ու մարդիկ, եւ գնամ ծառերի վրա իշխեմ, որ ինչ։ Իմաստը որն է։ Բայց Զիթենին նրանց ասեց, իմ պարարտությունը թողնեմ, որ ինձանով պատվում են Աստված ու մարդիկ, եւ գնամ ծառերի վրա իշխեմ, եւ ծառերը թզենուն ասեցին. Դու եկ թագավոր եղիր մեզ վրա։ Եվ թզենին ասեց նրանց ասաց. իմ քաղցրությունը եւ իմ լավ պտուղը թողնեմ ու գնամ ծառերի վրա իշխեմ, այն ժամանակ ծառերն ասեցին որդին, խաղողին, ասենց ասեմ, դու եկ թագավոր եղիր մեզ վրա, որդն էլ նրանց ասաց,
Աստված ու մարդիկ ուրախացնող իմ գինին թողնեմ ու գնամ ծառերի վրա իշխեմ, այն ժամանակ բոլոր ծառերը դժնիկին ասացին. դուք եկ, թագավոր եղիր մեզ վրա։ Տեսեք դժնիկը հիմա ինչ է պատասխանում։ Դժնիկը ծառերին ասաց. եթե դուք իրոք ինձ ձեզ վրա թագավոր եք ուծում, եկեք նստեք իմ հովանու տակ, եթե ոչ դժնիկից կրակ դուրս կգա եւ կայրի Լիբանանի եղևնիները։ Տեսնում եք, նա ով համաձայնվեց քեզ հետ, որ լինես Աստված, ինքը սկսում է քեզ վախեցնել, ինքը սկսում է քեզ թելադրել, ինքը սկսում է քեզ պարտադրել։ Իսկ այսօր շատ քրիստոնյաներ պարտադրված են մեղքը գործում, որովհետև իրանք մեղքից կախված են ու կապված են։ Կենթանի Աստծո թագավորությունը թողած, գնացել են ուրիշ թագավորություն են ընտրել իրանց համար եւ հիմա եկել են Աստծուց ինչ են պահանջում, ես չեմ հասկանում։ Շատ հոգևոր գիտնականներ էլ մտածեն, սրա բացատրությունն ու պարզաբանումը չեն կարող գտնեն, որովհետև մարդը ինքը իր կոչումը թողեց։ Գիտեք, Սամսոնը իր կոչումը թողեց, մենք արդյունքը տեսանք ինչի հանգեցրեց։ Այսօր նրանք, ովքեր իրանց կանչվածությունը, կոչումը թողնում են, մենք տեսնում ենք ինչ ավարտ են ունենում։ Այսօր սպասում ես այդ ավարտին։ Արդյոք սպասում ես այդ պատասխանին։ Ոչ, Աստված այդպիսի ծրագիր չունի իմ ու քո կյանքի համար։ Աստծո ծրագիրը նպատակը բարին, հաճելին եւ կատարյալն է։ Աստծո նպատակը մեր սուրբ լինելն է եւ ոչ թե սկսել չարախոսել, բամբասել, հակառակ խոսել, քո դժբախտությունների համար պատճառները տալ Աստծուն կամ Հովվին կամ ինչ-որ մի ծառայողի վրա, բավական է քո խնդիրները գցես ուրիշների վրա, սիրելի եկեղեցի։ Ոչ ոք քո մեղքի համար պարտադիր մեղք չունեն, դու ես որոշում կայացրե, դու ես քեզ համար թագավորներ ընտրե, իսկ իմ թագավորը Հիսուսն է, որ ես ոչ մեկի հետ խնդիր չեմ տեսնում։ Ու ոչ էլ իմ աչքերի առաջ ես խնդիր եմ տեսնում։ Պատմեմ են լավ պատմությունը։ Խավարը գնում է Աստծո մոտ լույսից բողոքելու, ասում է, այդ լույսը ինձ խանգարում է, ասում է լույս ինչ է եղել, ասում է, չգիտեմ Տեր Աստված, ես ուր գնում եմ լույսա, խավար չեմ տեսնում։ Փոխեք այդ մտածելակերպ, այսօր մենք չարի ծրագիրն ենք անում թե Տիրոջ։ Որոշում պիտի կայացնենք ու մենք այսօր հաղորդություն ենք ունենալու, մասնակից ենք լինելու նրա մարմնին ու արյանը, արդյոք Աստված ուզում է ասենց պատահական օդից ցենց ցրթած տեսակով գաս, առանց հասկանալու։ Այսօր մեր որոշումն է լինելու փոխվենք։ Եթե ուզում ես այս քաղաքը փոխվի, փրկվի, ուրեմն դու պիտի փրկվես։ Քո մեջից է սկսելու Աստված գործը։ Էրլոշտեգենը մի շատ հրաշալի գիրք ունի, որ արթնությունը գալիս է հենց ինձանից։ Կարաս մատը դնես ու ասես, փրկություն, արթնությունը գալիս է հենց ինձանից։ Երբ որ քո մոտ որոշում կայացրեցիր, հրաշքը չի ուշանալու։ Ամեն։ Մատթեոս 11, 28-30 Ինձ մոտ եկեք բոլոր, մեր Անիկոն շատ լավ ասում, այ հոգնածներ ու բեռնավորվածներ, գիտես, այո, այ հոգնածներին էլ է վերաբերվում, այսօր սա քեզ համար երկնային խոսք է, որ այդ բեռնավորվածությունը միջև երբ ես տանելու ուսերիդ, դու չես տենում, որ ամբողջ աշխարհի պրոբլեմը քո ուսերին է, սաղի դարդով ապրում ես, սաղի ցավերով ապրում ես, կլի մի օր նստես ու քո դարդով ու քո ցավով ապրես, չկա, չէ, ոնց կլինի, որ էդ էլ ոչ պիտի իմանայի հարևանս երկրորդ մեքենան ա գնե, բա երրորդ ինֆարկտը ստացա, իմաց ասում ուզում են կապիտալ տունը ռեմոնտ անեն, վերանորոգեն, գիտեք ինչ սիրելիները, սրանք հիմարություն է,
Մենք ճիշտ ծիծաղում ենք, բայց սրա վրա պիտի լացենք, ողբանք, որ դեռ այսպիսի հասկացողություն է, հասարակությունը դեռ նստած է մեր ուղեղի մեջ։ Այնինչ, որ մենք պիտի նորոգված լինենք, նոր գինիով ու նոր յուղով։ Իսկ խոսքն ասում է, հին տկերի մեջ նոր գինին կպատրվի։ Իսկ նոր գինի, երբ որ լցնում են, դա տիկը, ես սենց ասեմ, ինքը այծից նենց իրանք մշակում են, այծը նենց հանում են, որ իրա կաշին չվնասվի, ու իրանք զմրսում են, դրան կարում են, որ նոր գինին լցնեն, նոր մշակած ժամանակ։ Գինին ինքը շնչելու հնարավորություն ունեն։ Մեր մասնագետը Հարութնա ինքը կարա պատմի վկայի դրա մասին, ինքը հենց գինե գործամասնագիտությամբ, ասեմ, ու ինքը երբ որ սկսում է եփել, ինքը սկսում է գործել, իրան պետք է որ ինքը լայնանա, ինքը լայնանում է, ինքը ջրի պես չի, միատոն, ինքը աճող է, ինքը մեծացող է, իսկ այդ կաշին դիմակայում է պահելու նոր գինին։ Դրա համար խոսքն ասում է, նոր գինին հին տիկերի մեջ չեն պահում, որովհետև այդ հին տիկերն արդեն չորացել են, իրան ներսին արդեն վաղուց խմել են, հատել է, ինքը չորացել է։ Հիմա նոր գինի համար նոր այծ են զոհաբերում, նոր գինի են լցնում ու նորով ու նրա ընթացքը գնում է, ու ինքը կարա շատ մեծանա, ընդլայնվի, բայց չի վնասվում։ Գիտես, սա ապաշխարած մարդու խորհրդանիշն է։ Անկախ նրանից ինչ որ լցվում ես, դու մեծանում ես, դու ուռում ես, բայց քո մեջը դու արդեն վաղուց մահացել ես։ Գիտես, չմահացած բանը ինքը սկսում է քո հետ կռվել, պայքարել, վիճվել։ Բայց երբ որ այդ նեղությունները գալիս են քեզ լայնացնում են ու դու չես պատրվում, նորից գալիս է ինքն իր դիրքին ու այն ժամանակ քո խոսքը մարդկանց հաճույք է տալիս, ինչպես որ խորհրդանիշն է գինուն, Սուրբ Հոգուն, սիրելիներս։ Այսօր ամեն անգամ մենք պիտի հասկանանք, երբ որ մենք դժվարության մեջով անցնում ենք, Աստված ուզում է որ մեր տիկերը ստուգե։ Արդյոք մենք իրավիճակի մեջ դիմակայում ենք, անկախ նրանից ճնշումն ինչքան մեծ կլինի, բայց պարտավոր ենք մենք դա հաղթանակել, մենք պարտավոր ենք դիմակայել, երբ որ դիմակայում ես ու իրականում ինքը դառնում է գինի, ում հետ խոսում ես, ով քեզանից խմում է, Հիսուսն ասեց, ձեզանից կենդանի ջրերի աղբյուրներ են օսելու, Ինչքան քարոզիչներ, ինչքան ծառայողներ կան, երբ որ քարոզում են, խոսում են, հաճույք է ստանում, չէ, ասում ես, վաու, ինչ լավ է խոսում, ինչ հրաշալի է խոսում, գիտես ինչի պատճառով, որ այդ մարդը դիմակայել է նեղություններին, խնդիրներին, պրոբլեմներին, եւ նա չի տրաքել, նա չի բողոքել, չի իրան կարողների հետևից գնացել։ Եվ Աստված իր հրաշքը սկսում է գործել իմ ու քո կյանքում, ամեն։ Եվ ասում է, ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ, եւ ես հանգիստ կտամ ձեզ, իմ լուծը ձեզ վրա վերցրեք, որ ինձանից սովորեք, որովհետեւ ես հեզ եմ ու սրտով խոնար, եւ ձեր հոգիներին հանգստություն կգտնեք, որովհետեւ իմ լուծը քաղցր է եւ իմ բեռը թեթև։ Փառք Աստծո։ Նրանք ովքեր որ եկեղեցու ծառայությունների մեջ են եղել, սկզբից ինքը մեծ է երևում, բայց երբ որ մտնում ես այդ ծառայության մեջ, գիտես ինչն է լավը մեր եկեղեցու ծառայության ու բոլոր եկեղեցին, երբ որ բոլորը միասին են անում։ Երբ որ մի ծառայությունը, մի քանի ծառայությունը մի հոգու վրա է, ճիշտ է, մի քիչ դժվար է, բայց այնուամենայնիվ վերջը օրհնված է լինում այդ տվյալ մարդը, այդ անձնավորությունը։ Դրա համար եթե կա եկեղեցում ծառայություն խնդիր, դու մասնակից եղիր, ոչ թե կողքից խոսի, ոչ թե կողքից բամբասի։ Դու ինչ ես անում, որպեսզի
այդ լուծը, այդ դժվարությունը մի քիչ թեթևացնեց, բայց մեկը Տիրոջ լուծը քաղցր ու թեթև է։ Նրանք, ովքեր որ Տիրոջ լուծը վերցրել են, նրանք քաղցրության մեջ են, թեթևության մեջ են։ Մեր հզոր քարոզիչներից մեկն ասում է, ես երբ որ Տիրոջը ծառայում եմ, իմ կյանքի ամենալավագույն թեթևությունն է։ Ինչ որ քարոզիչ Սիմիկ Վիքսվորթի մասին էր, իր խոսքի վկայությունն էր տալիս։ Ասում է, երբ որ իմ կյանքում դժվարություններ են լինում, վազում եմ Տիրոջը, ես Տիրոջ մեջ եմ թեթևությունն ու կյանքը սկսում վայելել։ Ամեն։ Ես քեզ էլ ա վերաբերվում։ Հեսու 24:15-16 ասում է, բայց եթե Տիրոջը ծառայություն անելը հաճելի չէ ձեզ համար, Հեսուն ասում ժողովրդին, ապա ընտրեք այսօր, թե ում եք ծառայելու։ Եփրատ գետի այն կողմումը ձեր հայրերի պաշտած աստվածներին, թե ամորացիների աստվածներին, այսինքն Տիրոջը, թե կուռքերին, որոնց երկրում դուք բնակվում եք։ Դա ժամանակավոր կացություն էր, որ հրեաները, Իսրայել ժողովուրդը բնակվում են ամորացիների երկրում, սիրելիներս, բայց Հեսուն մի հատ հրաշալի բան ասում։ Բայց ես եւ իմ տունը Տիրոջն են պաշտելու։ Գիտես, լավ է, երբ որ կա նմանատիպ առաջնորդ, Փառք Աստծո նման առաջնորդերը, գիտես, իր խոսքից ինչ է փոխում, հիմա ես կկարդամ։ Այդ շատ կարևոր է, որ դու լինես այն մարդը, որը որ քո խոսքը կընդունեն մարդիկ հեղինակություն եւ այն սխալը, որ իրանք անում են, էլ չեն անի, այլ կհետևեն քո օրինակին։ Տեսեք, ասում է, քավ լիցի, որ մենք թողնենք Տիրոջը եւ ուրիշ աստվածների պաշտենք։ Ընդամենը Հեսուի այս որոշումը Իսրայելի մեջ, այն որ կռիվներ էր, պատերազմներ էր, Հեսուն հարց դրեց, այսօր կամ ընդհանրապես որոշեք, թե ում եք պաշտելու։ Չգիտեմ դուք ոնց, սենց մեր բառերով ասել, բայց ես իմ տունը Տիրոջն եմ պաշտելու։ Հալելույա։ Արժանի է նա, այո։ Եվ վերջի տեղն եմ ուզում կարդամ Մաղաքիա Մարգարեության 3-րդ գլխի 13-18 համարը։ Ձեր խոսքերը ինձ դեմ ծանր են, ինձ համար, ասում է Տերը, բայց դուք ասում եք, մենք ինչ ենք խոսում քո դեմ։ Դուք ասում եք, զուր է Աստծուն ծառայելը, եւ ինչ օգուտ, իմաստը որն է, որ ծառայում ենք, կա օգուտ չկա։ Մի անգամ մեկն ասեց, լսի, որ դուք ծառայում եք, ինչ օգուտ ունեք, ասի հավիտենական կյանք։ Սրանից թանկ բան կա, մարդիկ մտածում են, որ եթե մենք եկեղեցի ենք գալի, մեզ ինչ որ ֆինանսով ապահովում են։ Ոչ, շատերին ասեմ, սիրելիներս, որ մեր ֆինանսներով շատերին ենք մենք օգնում, բայց մենք օգնության կարիք չունենք։ Բայց գիտենք ինչի համար ենք անում։ Ես խոսեցի եղբոր Կարդոնով տան մասին, երբ որ սկսում ես մարդկանց ընծաներ, ողորմություններ տալ, քո երկնային տունը լցվում է օրհնություններով, ոսկյա պատերով, ով գիտի, որ երկնքի փողոցները ոսկյա են, այստեղ մարդիկ ոսկու համար իրար փշրում են, ջարդում են, բայց ընտեղ փողոցները սովորական տրիձևյատկա, 399 ոսկուց է, մեր տները բրիլյանտից ու չգիտեմ ինչ ազնվա քարերից է լինելու, իսկ ստեղ շատերը փնտրտուկների մեջ են, ոնց անեն, որ այդ հնարավորությունն իրանց համար մի փոքր Աստված, սիրելիս ասեմ քեզ, որ երկրի արծաթն ու ոսկին Տիրոջն է։ Եթե դու վերցնես Տիրոջ ուշադրությունը, դառնաս այն մարդը, որ ուզում է դառնաս ես ու դու, ամեն բան կունենաս, եւ թե այստեղ ժամանակավոր կյանքի համար, եւ թե հավիտենության համար։ Բայց եկեք շարունակենք։ Դուք ասում եք զուր է Աստծուն ծառայելը եւ ինչ օգուտ, որ մենք պահել ենք նրա հրամանները եւ սուքով քայլեցինք զորքերի Տիրոջ պատճառով։ Տեսեք, մարդիկ հոգնել են,
Գիտես, կարող է որոշ ժամանակ քո ծառայության մեջ որևէ մի առաջընթաց չնկատվի։ Բայց չի ասի հիմա, որ դա այդպես է, ամեն մի լավ քայլի համար Աստված քառապատի կորշնում է, սիրելիներս։ Պարզապես մարդիկ այնքան են քարացած, այնքան են հեռացած Աստծուն, որ նույնիսկ ասում են, ինչ օգուտ է Տիրոջը ծառայել, սուկ պահեցինք, տրտնջացինք, ամեն բան արինք ախպեր Աստծու համար, ոչ մի արդյունք։ Բայց տեսեք շարունակությունը ինչ հետաքրքիր է խոսում։ Եվ հիմա մենք երանի ենք ասում նույնիսկ գոռոզներին եւ բարգավաճում են արնորնություն անողները, այսինքն այս մարդիկ նախանձում են, գիտեք ում, ովքեր հակառակ են, ովքեր իրանց քայլերի մեջ արդար չեն, դիակների հաշվին հասնում են հարստության, ու այս այն մարդկանց մասին է խոսում, որ հավատացյալը նախանձում անհավատին եւ ասում են նույնիսկ անում են ու պրծնում են։ Ինչ է կարծում Աստված անողներին ու այդ իբր չակերտավոր ժամանակավոր պրծածներին հենց տենց թողնեց ու անցավ կողքով գնաց, ոչ, եկեք հիմա շարունակությունը կարդանք։ Եվ հիմա մենք երանի ենք ասում գոռոզներին եւ բարգավաճում են անօրինություն անողները, մինչև անգամ Աստծուն են փորձում եւ ազատվում։ Սրանք այս մարդկանց երանի են տալի, իսկ ովքեր, այն հավատացյալ մարդիկ, ովքեր որ հոգնել են Տիրոջ ծառայությունից, պահպանությունները պահել ենք, ամեն եկեղեցու ծառայություններին ներկա ենք ելել, ոչ ոք չի մեզ նկատում, չի էլ նկատելու։ Լատես, նա ամեն ինչ անում է, բայց լավ էլ ապրում է, լավ էլ ընտիր առաջ է գնում։ Բայց տեսեք խոսքը ասում է, այն ժամանակ, եկեք ես իրար հետ ասենք, այն ժամանակ իրար հետ խոսեցին Տիրոջից վախեցողները։ Խնդրում եմ կողքինիդ մի լավ բան ասա։ Ասա ժամանակը եկել է, որ Տերը քեզ լսի։ Հիմա հաջորդ բանը սամարքարեական է։ Լսեք։ Լսում եք։ Եվ Տերը ականջ դրեց ու լսեց եւ նրանց առջև հիշատակի գիրք գրվեց Տիրոջից վախեցողների համար եւ նրա անվան մասին մտածողների համար եւ նրանք իմը կլինեն, ասում է Զորքերի Տերը։ Այն օրում, երբ որ ես կպատրաստեմ իմ իսկ սեփականությունը հավիտենության համար, ես կխնայեմ նրանց, ինչպես մարդ իր որդուն է խնայում, որ ծառայում է իրեն, դուք եկ կդառնաք եւ կզատորոշեք արդարին եւ ամբարիշտին, Աստծուն ծառայողին եւ չծառայողին։ Ամեն։